ավելացրու մեր հավատը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մենք մեր ավետարանական ընթերցանության մեջ շատ հետաքրքիր մի դրվագի ենք հանդիպում, որտեղ Հիսուս Քրիստոս մի քանի ճշմարտություններ է մեզ փոխանցում։ Առաջինը ասում է, թե անհնար է, որ գայթակղություններ չլինեն այս աշխարհում, բայց վայ նրանց, ում միջոցով գայթակղությունները կգան։ Ավելավ է, որպեսզի նրանք գոյություն չունենային, քան թե գայթակղություն բերեին այս աշխարհ։ Եվ իսկապես, երբ մենք նայում ենք մեր շուրջը, չարությունը այնքան է շատացել, բացասական վատ բարք այնքան է տեղ գտնում մեր կյանքում, որ մենք ակամայից անընդհատ գայթակղվում ենք եւ ինքներս էլ ենք գայթակղություն դառնում ուրիշների համար։ Հիսուս Քրիստոս ասում է, անկարելի է, որ գայթակղություն չլինի։ Չի լինի մի դարաշրջան այս աշխարհում, որտեղ մարդիկ կապրեն առանց գայթակղությունների, բայց Հիսուս Քրիստոս զգուշացնում է. զգուշ եղեք, որպեսզի դուք գայթակղության պատճառ չդառնաք։ Պողոս առաքյալը հետաքրքիր մի բացատրություն ունի։ Ասում է, ես կարող եմ զոհաբերության միսը ճաշակել, որովհետև դա իմ համար ընդամենը միս է, բայց քանի որ ես գիտեմ, որ դա կարող է իմ եղբորը գայթակղեցնել, ես դա չեմ անի։ Մենք կարող ենք անել քայլեր, որոնք կարծում ենք, թե ճիշտ են, բայց անգամ եթե դրանք ճիշտ են, մենք պիտի ուշադիր լինենք, արդյոք մենք մեր քայլերով, մեր խոսքերով, մեր գործերով չենք գայթակղեցնում մեր եղբայրներին, որովհետև մենք յուրաքանչյուրս մեկս մյուսի համար պատասխանատու ենք։ Հետևաբար պիտի ուշադիր լինենք, որպեսզի մենք էլ գայթակղության պատճառ չդառնանք։ Երկրորդը, Հիսուս Քրիստոս խոսում է անհիշաչարության մասին։ Ասում է, եթե եղբայրդ քո դեմ մեղք գործի եւ ներողություն խնդրի, ների նրան։ Օրվա ընթացքում 7 անգամ էլ մեղք գործի քո հանդեպ եւ ներողություն խնդրի, ների նրան։ Որքան անգամ մեղք գործեց եւ որքան անգամ ներողություն խնդրեց, ների նրան։ Մենք բոլորս մեղքեր ենք գործում։ Չկա անմեղ մարդ։ Եվ մենք ոչ միայն միմյանց հանդեպ ենք մեղք գործում, այլ նաև մեղք ենք գործում Աստծո հանդեպ։ Ի տարբերություն մեզ, Աստված մեր հանդեպ երբեք մեղք չի գործում։ Երբեք սխալ արարք իրեն թույլ չի տալիս մեր հանդեպ, բայց մենք ամեն օր Աստծուն ասում ենք. «Ներիր մեզ մեր մեղքերը»։ Բայց նաև ասում ենք. «Ներիր մեզ մեր մեղքերը այնպես, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»։ Հետևաբար մենք ինքներս մեզ տերունական աղոթքով ամեն օր պարտավորեցնում ենք ներել միմյանց։ Մենք պարտավոր ենք ներել միմյանց, որովհետև մենք էլ նույնն ենք եւ մենք էլ անում ենք նույնը Աստծո հանդեպ, ինչ մարդիկ անում են մեր հանդեպ։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ կարևորությամբ ընդգծել, որ ներելու համար պետք է ներողության հայց լինի։ Եթե դիմացինը քո հանդեպ մեղք է գործում եւ չի զղջում, եթե դիմացինը քեզ նեղացնում է եւ այդպես էլ թողնում է եւ շարունակում է իր ընթացքի մեջ լինել, դու կարող ես իրեն ներել քո ներսում, քո սրտում, նրա հանդեպ չարություն չունենալով, բայց գործնական քայլ ընդունել դիմացի մարդուն պիտի լինի այն ժամանակ, երբ այդ մարդը ինքը գալիս է եւ զղջմամբ ներողություն է խնդրում քեզանից։ Մենք Աստծոց ներողություն ենք խնդրում, Աստված մեզ ներում է։ Մարդիկ մեզանից ներողություն են խնդրում, իսկապես մենք նրանց ներում ենք, բայց անգամ եթե չեն խնդրում, մենք մեր սրտում պիտի նրանց ներենք։ Մենք մեր սրտում նրանց հանդեպ պիտի չարությամբ չլցվենք, այլ միայն բարով եւ սիրով։ Հիշեք, որ Աստված մեզ պատվիրում է սիրել եւ աղոթել անգամ մեր թշնամիների համար։ Հետևաբար բոլոր մեզ նեղություն պատճառողների համար մենք պիտի սիրով լցվենք, աղոթենք նրանց համար, որպեսզի նրանք էլ դառնան առ Աստված, որպեսզի նրանք էլ ուղղվեն։ Հիշեք Պողոս առաքյալի օրինակը։ Պողոս առաքյալը նախքան քրիստոնյա դառնալը հալածում էր քրիստոնյաներին, բայց մի օր զղջաց, հասկացավ եւ ընդունեց Հիսուս Քրիստոսին եւ դարձավ առաքյալներին հավասար 13-րդ առաքյալ։ Հետևաբար մենք էլ նույն ձև պիտի սպասենք մեզ նեղացողների դարձին եւ պիտի աղոթենք նրանց փրկության համար։ Երբ այս խոսքերը Հիսուս Քրիստոս ասում է, աշակերտներից մեկը նրան ասում է. «Տեր, ավելացրու մեր հավատքը»։ Եվ Հիսուս Քրիստոս նրան պատասխանում է, ասում է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք եւ այս թթենուն ասեք վեր կաց եւ ծովի մեջ տնկվիր, նա կվեր կենա եւ ծովի մեջ կտնկվի»։ Հիսուս Քրիստոս ասում է մի բան, որ մեր համար գրեթե որևէ մեկիս համար գրեթե անկարելի է թվում։ Եվ որքան էլ մենք հավատանք, կարծում եմ, եթե որևէ մեկը մեզանից գնա եւ թթենուն ասի վեր կաց եւ ջրի մեջ տնկվիր, այն չի տեղափոխվի իր տեղից։ Ինչու՞։ Որովհետեւ մենք տկար ենք մեր հավատքի մեջ։ Մի անգամ մի քարոզիչ շատ հետաքրքիր բան ասաց, երբ դուք աղոթում եք Աստծուն, որ անձրև գա, նախքան աղոթելը ձեր հետ անձրևանոց վերցնում եք։
Մենք ինքներս երբեմն չենք հավատում, որ Աստված կարող է ինչ-որ բան մեր կյանքում փոխել, եւ աղոթում ենք զուտ հույս ունենալով, որ դա պիտի տեղի ունենա։ Բայց հույսը հաստատուն բաների վրա է։ Հույսը Աստծո վրա է։ Աստված իրական է եւ Աստված հրաշքներ է մեր գործում մեր կյանքում։ Հետևաբար, երբ աղոթում եք, հավատքով լցված, հավատացեք, որ Աստծո միջամտությունը պիտի տեղի ունենա։ Բայց աղոթելիս էլ աղոթեք, որպեսզի Աստծո կամքը տեղի ունենա, որովհետեւ մենք շատ հաճախ չենք հասկանում այն, ինչ մենք խնդրում ենք մեր աղոթքով, արդյոք մեզ պետք է։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, արդյոք մեզ օգտակար է լինելու, թե ոչ։ Հիսուս Քրիստոս ասում է՝ դուք Աստծո արքայությունը փնտրեք, եւ ամեն ինչ, ինչի կարիքը որ դուք ունեք, ձեզ ավելիով կտրվի։ Աղոթեք, որպեսզի Աստծո արքայությունը հաստատվի ձեր սրտերում, հավատքով աղոթեք, եւ Աստծո արքայությունը կհաստատվի այնտեղ, եւ դուք դրա օրհնությունը կստանաք։ Դուք դրա օրհնությունը կզգաք, եւ ձեզանից Աստծո արքայությունը դուրս կգա եւ կտարածվի ձեր շուրջը։ Վերջում այս 3 ճշմարտություններից հետո Հիսուս Քրիստոս մի փոքր առակել է պատմում։ Ասում է, պատկերացրեք, եթե ծառան գա տուն, տանուտերը չի ասելու նրան՝ սիրելի ծառա, հոգնել ես, նստիր ճաշ կես, հետո ինձ ճաշ կմատուցես։ Երբ ծառան գա տուն, անկախ նրանից, որ նա ամբողջ օրը աշխատել է, պիտի նախ իր տիրոջը կերակրի եւ ապա նոր ինքը նստի ճաշ ուտելու։ Եվ երբ նստի ճաշ ուտելու, չպիտի իր տերը, տանուտերը ասի՝ շնորհակալություն քեզ, որ դու քո աշխատանքը արեցիր։ Տիրոջ եւ ծառայի մեջ նման հարաբերություններ երբևիցե չեն եղել։ Հայր եւ որդի հարաբերությունների մեջ, այո, իհարկե հայրերը իրենց որդիներին շնորհակալություն են հայտնում որդիներին խրախուսելու համար, ոչ թե որովհետեւ պարտավորված են խրախուսել կամ պարտավոր են շնորհակալ լինել, այլ որպեսզի որդիներին քաջալերեն, նրանք իրենց շնորհակալություն հայտնում են։ Բայց տիրոջ եւ ծառայի մեջ, որպեսզի Տերը իր ծառային ասի շնորհակալություն, նման բան ես որևէ տեղ չեմ հանդիպել։ Եվ այս առակը, երբ Հիսուս Քրիստոս բերում է, ասում է, դուք եք պատկերացնում, որ ծառան անում է այն, ինչ որ պիտի անի, եւ Տերը իր ծառային շնորհակալություն ասելու կարիք չունի։ Մենք բոլորս մեղքի մեջ ծառայության մեջ ենք եղել։ Մենք մեղքին ստրկացած ենք եղել, եւ Աստված մեզ այդ ծառայությունից հանել է եւ դարձրել է իր որդեգիրները, դարձել է հայր մեր համար։ Եվ նա ոչ միայն մեր հայրն, այլ նաեւ մեր Տերն է, մեր իշխանն է, մեր թագավորն է, մեր արարիչն է, մեր առաջնորդն է։ Եվ Աստված իրականում մեզ որևէ բանի համար շնորհակալության կարիք հայտնելու չունի։ Հիսուս Քրիստոս պատգամում ասում է, դուք էլ երբ կկատարեք այն, ինչ որ պիտի կատարեք, ասեք անպիտան ծառաներ ենք եւ արեցինք այն, ինչ որ պիտի անենք։ Երբ մենք ներում ենք միմյանց, երբ մենք հավատքով ենք լցվում, երբ մենք գայթակղություններից հեռու ենք մնում եւ բարիք ենք գործում, մենք անում ենք այն, ինչ որ մենք անում ենք։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր պիտի խնդրեմ բոլորիդ, որ երբ օրը ավարտվի, մի պահ կանգ առեք եւ մտածեք. արդյոք ես այսօր որևէ մեկի համար գայթակղություն չեմ դարձել։ Արդյոք ես այսօր իմ ներսում որևէ մեկի հանդեպ չարությամբ չեմ լցվել։ Արդյոք ես այսօր իմ հավատքը իմ քայլերով դրսևորել եմ։ Արդյոք ես այսօր արել եմ այն, ինչ պարտավոր եմ անել։ Եվ իմ հորդորն է, իմ աղոթքն է առ Աստված եւ իմ խնդրանքն է ձեզ, որպեսզի ձեր յուրաքանչյուր օրը ապրեք այնպես, որ երեկոյան այդ հարցերին պատասխանելիս ասեք փառք ես Տեր Աստված։ Շնորհակալություն, որ մեզ ուժ եւ զորություն տվեցիր այսօր արդարության, խաղաղության եւ սիրո ճանապարհով ընթանալու։